Այն հատվածը, որ ես ուզում եմ ընթերցել այսօր, կապված է հենց հարաբերությունների հետ։ Հարաբերությունները մեր համար շատ կարևոր են, իրար միջև հարաբերությունները կարևոր են։ Նույնիսկ մենք, երբ ճանաչում ենք Տիրոջը, հարաբերությունները կարևոր են։ Կարևոր են, թե մենք ինչ ենք խոսում, կարևոր են, թե մենք ինչ ենք մտածում, որովհետև ինչ մտածում ենք, դա խոսում ենք, չէ՞։ Եվ դա ինչ որ միտեղից է գալիս։ Ինչպես ասեցի, այս աշխարհում տարբեր բաներ է խոսացվում։ Մի ֆիլմ կա, իմ համար շատ հատկանշական ֆիլմ է։ Ուրեմն ֆիլմի մեջ դրվագը, որ տեղի է ունենում, դա խուլ համրերի հետ կապված մի իրավիճակ է, որ մեկը որ լսում է, բավականին հաջողված մեծ բիզնեսմեն, բավականին ունեցող մեկն էր, ասում էր, դու չես նեղվում նրանից, որ չես լսում, որովհետև դա ի վերջո մի բան է, որ չափազանց պետք է նեղացներ քեզ։ Եվ երբ որ չես լսում, միթե հոգս չես անում, որ չես լսում, մի պատասխան է տալիս, որ շատ է կպել սրտից, ու ես անընդհատ կրկնում եմ դա, ասում եմ, այս աշխարհում այնքան անպետք բաներ կան, որ լսելու կարիք չկա դրանք, դրա համար ես լսում եմ այն ինչը, որ ուզում եմ, որովհետև իմ հետ շփվողները հատուկ խոսում են այն ինչը, որ ինձ պետք է։ Աշխարհում շատ բաներ կան, որոնք պետքական չեն, ու դրանք թերևս պետք էլ չի լսել, որովհետև դրանք մեզ չեն կառուցում, դրանք մեզ չեն նորոգում, բայց հակառակը ամեն բան միտված է նրա համար, որպեսզի մենք ճիշտ բաներ չլսենք, որպեսզի մենք չիմանանք ու չճանաչենք ու չնորոգվենք ու չկանգնենք ու չարթնանանք։ Ամեն բան արվում է նրա համար, որպեսզի մենք թեև Տիրոջն ենք ճանաչում, բայց առույգ, արթուն, ստապ չլինենք, կարծես Տիրոջը ճանաչում ենք, բայց նիրհի մեջ ենք, Տիրոջը ճանաչում ենք, բայց շատ բաներ կա, որ ժամանակին չենք արձագանքում, ու հենց այդ պատճառով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը երկու ավետարաներում գրված է այս մասին, Մատթեոսի 6:9-ից մինչև 13-ը, Ղուկասի 11:2-ից 4-ը, բոլորիս հայտնի ու շատ ճանաչելի մի բան է, այսպես է սկսվում. Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, եւ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես եւ մենք ենք թողում ներում մեզ պարտ լինողներին, որովհետև քոնն է արքայությունը, եւ մի տանիր մեզ փորձություն, այլ փրկի չարից, որովհետև քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս Աստծո եկեղեցին ասեց ամեն։ Յուրահատուկ մի տեղ է, շրջադարձային մի տեղ, կասեմ ինչի համար։ Ես այս հատվածը ճիշտն ասած, մենք բոլորս գիտենք, որ սա կոչվում է տերունական աղոթք, ես մի քիչ ավելացնում եմ դա, ասելով, որ սա ֆունդամենտալ աղոթք է, սա հիմնային աղոթք է, սա մի բան է, որից շատ բան բացահայտվում է, մենք անպայման անցնելու ենք սրա միջով, սա բանալի աղոթք է, որով շատ բաներ հայտնի է լինում։ Այս հատվածը Մատթեոսի մեջ ունի նախաբան եւ վերջաբան։ Նախաբանի մեջ Քրիստոսը ասում է, որ հեթանոսների նման շատախոս մի եղեք, մի փորձեք շատ խոսալով հաստատվել Աստծո ներկայության մեջ, դա ոչ մի օգուտ չունի իրանից, մի փորձեք կեղծավորների նման ժողովարաններում, որոնք սիրում են իրենց ցույց տալ, ի ցուցադրումը բոլորի, որ դուք աղոթում ու հարաբերություն ունեք, մի փորձեք այդպես վարվել, մի փորձեք, դա ոչ մի օգուտ չի ունենալու, հիշում եք չէ, 5 տակարանում Եղիան, երբ որ աղոթում է, որպեսզի 3 տարի անձրև չգա, հետո աղոթում է, որպեսզի անձրև գա, հիշում եք չէ, հեթանոսները, որ խոսում են, կանչում են իրենց Աստծուն, որ պետք է պատասխաներ, Եղիան ինչ է ասում, ասում է, մի քիչ բարձր ասեք, կարող է քնած է, կարող է չի լսում ձեզ։ Դա հեթանոսների բանն է, բարձր աղոթել, տպավորիչ խոսքերով, արագ ինչ որ բաներ ասել։ Այն ժամանակահատվածում շատ էր այդ երևույթը, որովհետև հեթանոսական աստվածներին պաշտելը իհարկե անպատասխան էր մնում, իհարկե ոչ մի հարցով
պատասխան չէր լինում աղոթողների համար, բայց իրանք երևակայորեն իհարկե այդ ակնկալում էին այդ պատասխանները միգուցե առնում էին, բայց ասում է Տերը, ասում է, բայց դուք որ աղոթեք, այսպես աղոթեք։ Ես հիմա իհարկե վերջաբանից չեմ խոսի, վերջում կգանք դրան, բայց ասում է դուք որ աղոթեք, այսպես աղոթեք։ Մի շատ կարևոր բան է ասում։ Ասում է դուք որ աղոթեք, դուք որ հարաբերվեք Աստծո հետ, դուք որ ուզում եք խոսել Աստծո հետ, այսպես աղոթեք։ Ու ասում է մի խոսք, որ հեղափոխական մի բան էր այն ժամանակահատվածի համար։ Ասում է մի բան, որ իրականում, ես չգիտեմ, դա նույնիսկ չէր խոսվում դրա մասին, չէր ասվում դա։ 5 տակարանում մի 3 տեղ կա, որ խոսվում է դրա մասին, խոսքը գնում է նրա մասին, որ ասում է Տերը, որ դուք աղոթեք, այսպես աղոթեք ու ասում է Հայր մեր։ Հոր մասին իրականում, ես չգիտեմ Ադամը ինչպես էր շփվում, որովհետև չի նկարագրում Ադամը ինչպես էր հարաբերվում, ինչպես էր ասում Աստծուն, ոնց էր անվանում Աստծուն, բայց 5 տակարանում 3 տեղ կա, երկրորդ օրինաց 32:6, Եսայա 64:8 եւ Սաղմոսներում 89:26, որտեղ ասվում է, որ Աստված հայր է, բայց չի ասում այսպես դիմեք։ Դիմելը նշանակում է վերագրեք, դիմելը նշանակում է հարաբերվի որպես թե այդպիսին։ Դա մեծ քայլ էր, դա յուրահատուկ քայլ էր, որ պետք է իրականացվեր այդ ժամանակվա հավատացյալների, Տիրոջ աշակերտների, որովհետև սա լեռան քարոզի շարունակությունն է։ Սա նոր կտակարանային իդեպ հարաբերություն է, հեղափոխական հարաբերություն է, եւ դա Տերն էր ուզում։ Այն վկայում է նրա մասին, որ եթե մենք դիմում ենք որպես հայր, ով կարա դիմի հորը, միայն որդին։ Այսինքն սա վկայում է նրա մասին, որ մենք նաև որդի ենք, որ մենք մեկն ենք, ով որդեգրություն է առել։ Մենք այստեղ պետք է սովորեինք, մենք այստեղ սովորում ենք, կարելի ասել։ Ինչ ենք սովորում մենք։ Մեր ծննդյան օրից հոր մասին պատկերացումը, չէ որ ձևավորվում է, թե ինչպիսի հայր ունենք մենք։ Ես ինձ շատ բաներում եմ բռնում, որ ես որպես հայր, այն չեմ անում, ինչը որ պետք է իմ զավակներին։ Այսինքն ես որպես հայր, դեռ այն տեղում չեմ, որ տեղում որ պետք է լինեմ, եւ սովորում եմ լինել որպես հայր։ Բայց մենք նաև սովորում ենք դիմել Աստծուն ու ճանաչել Աստծուն, թե ով է հայրը։ Մենք շատ բաներ գիտենք մեր հայրերի մասին, որոնք որ լավ չի, այդքան է լավ չի։ Այսինքն գիտենք թերությունները իրանց, գիտենք առավելությունները իրանց։ Եվ այս առումով մենք լիարժեք պատկերացումը հոր մասին չունենք իրականում։ Եվ երբ որ Տերը ասում է, բայց դուք որ այսպես աղոթեք, եթե աղոթեք, այսպես աղոթեք, Հայր մեր, այստեղ պետք է բովանդակություն լիներ։ Այսինքն մենք պետք է ճանաչենք Աստծուն որպես հայր։ Նա է կատարյալ հայրական պատկերը, ու նա է սովորացնում մեզ, թե ինչպիսին պետք է լինի հայրը, ինչպիսին պետք է լինի հոր իրականությունը։ Եվ միայն Քրիստոսն է, որ կարող առաջնորդեր այդ բանում։ Եկեք հիշենք ծննդոցում, երբ որ Ադամը կորցրեց իր դիրքն ու նշանակությունը, իր տեղը Աստծո ներկայության մեջ, ինչքան ավելորդ բաներ խոսեց, չէ՞։ Հենց անհնազանդություն գործեց, հենց դադարեց Աստծո ներկայության մեջ հավատարիմ գտնվել, ինչքան
ավելորդ բաներ սկսեց խոսել։ Նախ, երբ որ Աստված ասեց ուր ես Ադամ, նա ինչ ասեց, առաջի անմտությունը, որ կարար ասվեր, դա թաքնվեցի, Աստծուց թաքնվեցի։ Միթե դու չես ճանաչում, որ Աստծուց հնարավոր չի թաքնվել։ Միթե չգիտես, որ տեղ չկա երկնքում եւ երկրի վրա, որ Աստծուց հնարավոր չի թաքնվել։ Թաքնվեցի, վախեցա, ասեց։ Վախեցա ու դրա համար թաքնվեցի։ Ու հետո ավելի վատ մի բան ասում, այն կնոջը, որ դու ինձ տվեցիր։ Ինչքան անմիտ բան կա, Ադամը այդ պահին սկսեց խոսել, քանի որ տեղի ունեցավ անկում, տեղի ունեցավ Աստծուց բաժանում։ Հիմա Քրիստոս ասում է, դու որ աղոթես, դու որ հարաբերվես, դու որ ուզում ես աղոթել, այսինքն հաղորդակցվել Աստծո հետ, այսպես հաղորդակցվի, Հայր մեր։ Ու այստեղ հայրը ոչ թե իմ, այլ մեր։ Ինչու ես շեշտում մեր։ Չէ որ հայրը ունի ոչ միայն ինձ, այլև մենք բոլորս մեր երկնային հոր ծնունդներն ենք, մենք բոլորս, այստեղ հավաքվածներս և այստեղից դուրս, ու այն տրամաբանությունը, որ պետք է, որ այս խորհրդի մեջ է, շատ կարևոր է, որ մենք ամեն մեկս իմանանք, որովհետև դրանով հասկանում ենք, որ նույն թերությունները, ինչը որ մենք ունենք, մեր դիմացիները ունեն, նույն առավելությունները, որ մենք ունենք, մեր քույրերն ու եղբայրներն ունեն, և պետք չի դատել ավելի կամ պակաս, պետք չի մտածել, որ այ դու, որ ես բանը արեցիր ինձ, ես դեպքում դու ուրեմն այսպիսին ես, այնպիսին ես կամ եւ այլը։ Այս մոտեցումը, այս տրամաբանությունը, որը որ խոսում է նրա մասին, որ մերն է հայրը, օգնում է մեզ իրար հետ ապրել Տիրոջ հետ, ապրել իրար հետ, իրար բարձրացնելով, իրար ներելով, իրար հոգսը կրելով, հայր մեր և ոչ թե իմ։ Չնայած որ տեսնում ենք Աստվածաշնչում հայր իմ արտահայտությունը տարբեր տեղեր կա, տարբեր տեղեր գոյություն ունի, հենց Քրիստոս ինքը ասում է հայր իմ։ Այսինքն դա այնպես չի, որ հայր իմ պետք չի ասել, բայց հայր մերը դա բանալի, դա ֆունդամենտալ, դա հիմնային դիմելաձև է, որը մենք պետք է ընկալենք, որը որ պետք է մեզ, որպեսզի ավելի ու ավելի ճիշտ դիրքի ու վերաբերմունքի մեջ լինենք։ Հայր մեր, որ երկնքում ես։ Այստեղ բառը «էնտոիս էրանոիս», որը նշանակում է հոգնակի, ոչ թե երկինք, այ հայր մեր, որ երկինքներում ես։ Սա խոսում է նրա մասին, որ տեսանելի, ոչ միայն մեզ համար տեսանելի երկնքի մասին է խոսքը, որը որ մեզ համար եզակի է, այ երկինքների ու հնարավոր է, որ ոչ միայն ֆիզիկական առումով, այ եթերային, հոգևոր, այլ այն տարածքների, որը որ մենք դեռ չենք հասկանում, չենք տեսնում, ու այդ պատճառով է այստեղ հոգնակի դրված։ Թող սրբացվի քո անունը, թող քո անունը սուրբ լինի։ Սուրբը այստեղ առանձնացված լինի ամեն օտար բանից։ Սա մի բան չի, որ Աստծո անունը սուրբ չի, թող սուրբ լինի։ Հիմա մենք աղոթում ենք, թող սուրբ լինի, չէ։ Ուզում եմ հասկանանք, որ մենք ենք գնում դեպի սրբություն, ու այս աղոթքի մեջ ասվում է, թող քո անունը սուրբ լինի, թող քո անունը անբիծ անարատ լինի մեզ համար, որովհետև քո անունը այդպես է, և մենք ուզում ենք, որպեսզի քո անունը, որպեսզի այն սրբությունը, որը ի սկզբանե այդպիսին է, մեր համար ճանաչելի լինի, սուրբ լինի, անարատ լինի, մենք տեսնենք քո զատ լինելը այս ամեն ինչից, մենք տեսնենք քո յուրահատուկ, փառավոր լինելը այս ամեն ինչի մեջ։ Քո
թագավորությունը թող գա։ Քո թագավորությունը թող գա։ Մարկոսի 1:14 եւ Մատթեոսի 4:17-ի մեջ ասվում է Քրիստոսի կողմից, որ հասել է թագավորությունը։ Աստծո թագավորությունը հասել է։ Բոլորս կհիշենք այն դեպքը, որ Դանիելի մարգարեության մեջ գրված է։ Կհիշեք, չէ՞, որ Նաբուգոդոնոսոր թագավորը տեսիլք է տեսնում, իսկ մեկն է գտնվում, որ այդ տեսիլքը կարողանում է մեկնաբանել, Դանիելն է լինում, ու տեսիլքը սա էր, որ մի հսկա կանգնած, որը տարբեր տեսակի բաժանումներ ուներ իր մեջ, գլուխը ոսկուց, արծաթից, կրծքավանդակներ թևերի հետ, ավելի ներքև պղինձ էր, երկաթ եւ ամենավերջում թաթերը կավից էին։ Եվ մի իդեպ նշվում է շեշտակի երկու անգամ այդ վայրում մի առանց մարդկային ներգործության քար պոկվում է ժայռից ու գալիս է կպնում է այդ հսկա, կարծես թե աներեր, անփոփոխ, հավիտենական մեծ պատկերին, ամուր պատկերին եւ դա փշրվում է եւ փշրվում է, հետո գրված է, որ դառնում է կարծես կեղտ աղբ եւ քամին քշում տանում է ու վերանում է ընդհանրապես դրա տեղը եւ այդ քարը, որը որ փշրում է, դառնում է մի մեծ ժայռ եւ թագավորություն եւ հավիտենական թագավորություն, որովհետեւ խորհուրդը այդ մարդու թագավորների խորհուրդն էր, հիշում եք երևի այդ հատվածը, այսինքն թագավորությունը, որը որ խոսվում է այդ հատվածներում Մատթեոսի ու Մարկոսի Քրիստոսի կողմից, դա այն թագավորությունն էր, որը մարգարեաբար նաև ասված էր, որ պետք է գա թագավորությունը, եւ մենք այդ թագավորության մեջ ապրողներն ենք։ Թող քո կամքը լինի։ Ղուկասի 22:42-ում ինչ է ասում Քրիստոս։ Ասում է, եթե հնարավոր է այս գավաթը, որը որ ես պետք է խմեմ, անցկացրու ինձանից, բայց ոչ այնպես, ինչպես իմ կամքն է, թող քո կամքը լինի։ Յուրահատուկ մի բան, մենք հարց ենք տալի, չէ՞ մեզ, որն է Աստծո կամքը, ու շատ հաճախ չենք հասկանում, մենք գիտենք, որ բարին է հաճելին եւ կատարյալը, շատ հաճախ որոնում ենք, փնտրում ենք Աստծո կամքը։ Ես շատ եմ սխալվել այդ առումով, որովհետև ես կարծել եմ, թե մարդու համար լավը Աստծո համար էլ է լավ, հաճելին Աստծո համար էլ է հաճելի եւ կատարյալը պետք է որ Աստծո համար էլ կատարյալ լինի, ու ես սխալվել եմ շատ անգամ, սխալվել եմ, որովհետև իմ ցանկությունները ամենևին չպետք է կապված լինեն Աստծո իմ կյանքում Աստծո ցանկությունների հետ, այնինչ Աստված ուզում է ինձ համար։ Ու այս առումով, երբ որ Տերը ասում էր հայր իմ թող քո կամքը լինի, ինչ տեղի ունեցավ, հիշում եք, արյան նման կաթիլներ թափվեցին քարի վրա։ Իրականում հոր կամքի մեջ մնալը հեշտ բան չի։ Այնպես չի, որ Աստծո կամքը ապրելը դա հեշտ բան է։ Սուրբ Հոգու ներգործությամբ եւ Սուրբ Հոգու զորությամբ ու շնորհքով Աստծո կամքը ապրելը հեշտ բան չի։ Մեզանից ջանք է պահանջվում, չէ՞, մեզանից ներդրում է պահանջում, նվիրում է պահանջում։ Եբրայեցիների 12:4 խոսքում Պողոսը մի յուրահատուկ բան է ասում։ Ինձ շատ է այդ հատվածը հուզել, ու ես կներեք, որ կրկնվում եմ, բայց Պողոսը այդտեղ ասում է, որ դեռ մեղքին արյուն թափելու չափ մեղքին դեմ չեք կանգնել։ Ես մտածում էի, որն է դա, որ արյուն թափելու չափ մեղքին դեմ պետք է կանգնել։ Որն է այն մեղքը, որ պետք է արյուն թափվի, որպեսզի դեմ լինես։ Ու ես փորձեցի զուգահեռներ անցկացնեմ Տիրոջ այդ Գեթսեմանի ժամանակ, երբ որ արյուն է թափվում եւ Պողոսի արտահայտության մեջ։ Ու ես հասկացա, որ դա հոր կամքի մեջ մնալն է, որ արյուն թափելու չափ դեմ ես կանգնում մեղքին։ Ու դա պետք չի, որ ասենք օրինակի համար Աստծո արդարությունը պահելու համար դրսում մեկ ասել հայոյելա, հայոյանքա դրսևորել Աստծո,
դու գնում ես, խփում ես, աշկիթայը հանում ես, քեզ էլ վնասում ես, ու հետո ասում ես, որ ես արյուն թափելու չափ մեղքին դեմ եմ կանգնել։ Ու շատ նման օրինակ դեպքեր ու իրավիճակներ, որտեղ մենք թվում է թե Աստծո կամքն ենք որոնում, բայց այդպես չի։ Աստծո կամքը չափազանց մեծ զոհաբերության, մեր ցանկությունները կողք դնելու ու իր կամքին հետևելու կարևորությունն ունի։ Ու կարևոր է, որ մենք ամեն անգամ, ամեն առավոտ, ամեն վայրկյան, օրվա մեջ, տարբեր ժամանակահատվածում, տարբեր հարցադրումների ժամանակ փորձենք հասկանալ, սա Աստծո կամքն է թե չէ։ Մենք ապրում ենք արդյոք Աստծո կամքի համեմատ թե ոչ։ Որն է Աստծո կամքը իրականում։ Որտեղ Պողոս ասում է դեռ արյուն թափելու չափ։ Մենք չգիտեմ քրտինք թափելու չափ մեղքին դեմ ենք կանգնում թե չէ, թե կամ ասենք չգիտեմ, էլի, ինչ ջանք ենք անում մեղքին դեմ կանգնելու, Աստծո կամքը ապրելու տարբեր իրավիճակների մեջ։ Մեր միտքը կարծես բան լինի։ Ես գործողությունների մասին չեմ խոսում, բայց մեր միտքը շատ արագ է աշխատում, չէ՞, ու երբեմն լինում է, որ ես բռնում եմ իմ միտքը նրանում, որ օտար տեղ է գնացել իմ միտքը եւ ուրիշ բան է ցանկանում եւ շարունակել այդտեղ կնշանակի Աստծո կամքը չորոնել, բայց Աստծո կամքը որոնելը կամային որոշակի եւ հետեւողական եւ արթուն լինելու որոշակի պահանջ ունի իրենում։ Ու կարևոր է, որ մենք այդ առումով արթուն լինենք եւ կարողանանք հասկանալ, թե որն է Աստծո կամքը։ Մեր հանապազորյա հացը մեզ այսօր տուր։ Հանապազորյա այդ բառը, այդ ածականը երկու անգամ է ընդհանրապես նոր կտակարանում արծարծվում եւ դա հենց հայր մերի մեջ է։ Այստեղ 3 տարբերակ կա, որ աստվածաբանները մտածում են հանապազորյան ինչ կարող է նշանակել եւ առաջինը նա է, որ մեր օրվա հացը, այսինքն այն հացը, որ մենք օրվա մեջ պետք է, որ մենք ուտենք, ապահով արա, տուր մեզ այսօր։ Երկրորդը դա, որ այն հացը, կերակուրը, որ մեզ օգնում է օրե ապրել, գնալ, ընթանալ առհասարակ, եւ երրորդը դա այն հացն է, որը որ կենթանի է անում մեզ քո առաջ Աստված եւ շատ աստվածաբանների կողմից դա համարվում է որպես թե հաղորդության հաց, այսինքն մի հաց, որը հաղորդակից է անում մեզ Աստծո հետ, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, այն հացը, որը ապահովում է մեր ոչ միայն կենսական ներկայությունը եւ գործունեությունը, այլ նաեւ ապահովում է մեր հոգեվոր ընթացքը։ Եվ մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօրից հետո եւ մեզ ների մեզ պարտքերը, ինչպես ներում ենք մեզ պարտ լինողներին, ես ուղղակի կուզեմ դա վերջում ասել եւ անցում կատարել ու մեզ փորձության մի տանի, այլ փրկի մեզ չարից ու հետո կասեմ ինչի համար եմ դա ուզում այս հատվածը մեզ փորձության մի տար եւ փրկի մեզ չարից ճիշտ ասած մի լքի մեզ փորձության մեջ King James-ում ամերիկյան թարգմանության մեջ այդ նախնական բնագրերում փորձության մի տար նշանակում է գայթակղվելու մի տար, ոնց որ թույլ մի տուր, որ մենք գայթակղվենք։ Սա ամենևին կապ չունի այն փորձությունների հետ, որոնք որ օրինակ Պողոսը, Պետրոսը, Հակոբոսը ասում են
իրենց թղթերում Հակոբոսը գրում է իր թղթի առաջի գլուխ երկրորդ խոսքում գրված է որ ամենևին ուրախություն համարեցեք երբ կերպ փորձությունների մեջ եք քանի որ ձեր փորձությունը գործում է կամ ավելացնում է ձեր համբերությունը իսկ համբերությունը կատարյալ տեղ ունի որպեսզի ամեն բան կատարյալ եւ բավարար ունենաք այս առումով այն փորձություններն են որոնք մեզ աճեցնում են, մեզ ավելացնում են, մեր կյանքում փոփոխություն են բերում հոգևոր, այսինքն այն դժվարությունները, որոնք մեզ պետք են, որպեսզի մեր ընթացքը, ոնց որ մեր հոգևոր կյանքը ավելի զորանանք, ավելի կարողանանք ընկալել, հասկանալ, իսկ չարից, այլ ազատի մեզ չարից, այստեղ չարից ասվածը այն չարն է, որ Հովանեսի 17-րդ գլխում Քրիստոսը շեշտում է, հիշում եք 17-րդ գլուխը, հիշում եք չէ 17-րդ Հովանեսի 17-րդ գլուխը յուրահատուկ բանի մասին է, երբ Քրիստոս աղոթում է հորը ու խնդրում է տարբեր բաներ, որտեղ ինքը նշում է, ասում է, չեմ ասում, որ իրանց վեր առնես այսինքն աշակերտներին վեր առնես աշխարից, բայց ասում է, որպեսզի պահես չարից պահես։ Այստեղ չի ասում, որ տանես փորձության մեջ գցես, որ իրանք ամենևին ուրախություն համարեն, բան, չէ, այդպես բան չի ասում։ Դա դրա մասին չի։ Բայց չարը, որը որ գոյություն ունի, մեր շուրջ բոլորը գրված է, պտտվում է, եթե հնարավոր լինի առյուծի նման, եթե հնարավոր լինի մեզ հափշտակի այդ չարը պահված է Տիրոջ կողմից, այդ չարի մեր հանդեպ գոյություն ունեցող ցանկացած հանդգնություն կառավարվում է Տիրոջ կողմից, այսինքն թույլտվությունը Տիրոջ կողմից է սահմանված, ու այս առումով եկեք չնսեմացնենք Աստծո զորությունը, այն առումով, որ ամեն պատե անպատե դեպքում հակառակորդի վրա ամեն ինչ գցենք ու ասենք հակառակորդը մեր կյանքում ներգործում է, ավելի մեծացնելով իր անունը եւ այլն։ Բայց միշտ իմանանք, որ մեր Տերը մեզ պահում է ամեն տեսակի իրավիճակներում ու թույլ չի տալիս, որպեսզի նա մոտենա մեզ։ Բայց իր ներկայությունը օգտակար է մեզ։ Իր ներկայությունը օգտակար է այն առումով, որ մենք միշտ Աստծուց կախված պետք է լինենք մեր ապահովությունը հաստատ անելու համար։ Ամեն։ Ու գալով այն հատվածը, որ ասեցի, մի փոքր ուշ կկարդամ, այստեղ յուրահատուկ ձևով ու շեշտակի ձևով, որովհետև վերջաբանը հենց կապված է այս հատվածի հետ։ Ասում է, եւ ներիր մեր մեղքերը, ինչպես եւ մենք ենք ներում մեզ պարտք լինողներին։ Հալելույա։ Առանցքային տեղ, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք լինողներին։ Առանցքային, որովհետև ողջ իրականությունը, ողջ մեր պատմությունը, հիմա ինչը որ կերտվում է, կապված է նրա հետ, որ Աստված ներեց մեզ։ Հիմա մենք ապրում ենք, որովհետև Աստված ներել է մեզ։ Մենք կանք, ժամանակները ընթանում են, որովհետև Աստված ներել է մեզ։ Մի քանի տեղ կա 5 կտակարանում, որտեղ իհարկե ես քիչը կնշեմ, բայց դուք համոզված եմ, որ շատ ավելի տեղեր գիտեք, որ 5 կտակարանում ներման մասին է խոսք գնում, օրինակ երբ Հակոբը ներվեց Եսավի կողմից, երբ Հովսեփը ներեց եղբայրներին, երբ Հոբը ներում է իր ընկերներին։ Գիտեք չէ, այդ պատմությունը Հոբի, երբ երկնքում ժողով է տեղի ունենում ու Աստված ասում է, որ իմ ծառա Հոբը կատարյալ մեղքից հեռացող
մի անձնավորություն է, ես յուրահատուկ ձևով եմ կարծես Հոբի հանդեպ տրամադրված ու վերաբերվում ու չարախոսը ինչպես բոլոր տեղերում երկնքում եւս սկսում է չարախոսել, ասում է, որ դրա համար ինքը կգոհանա իհարկե, որովհետև դու այս բաները տվել ես իրան։ Ասում է այդպես չի, ասում է, եթե այդպես չի, թույլ տուր, որ ես գնամ իրան գցեմ իրավիճակների մեջ, որտեղ ինքը կանիծի քեզ։ Ասում է գնա։ Հանդուգն արարած։ Այսինքն ինքը շարունակաբար չի հասկանում, որ եթե Աստված մի բան է ասում, ուրեմն դա սկզբից ու վերջում դա այդպես է։ Սկզբից եւ վերջում դա այդպես է։ Հուսով եմ, որ ուզում եմ շեշտել սա, հուսով եմ, որ մենք բոլորս այստեղ, որ հավաքված ենք, չենք համարում, որ Աստված ձախողվել է Ադամի դեպքում, չէ՞։ Չենք համարում այդպես, չէ՞, Աստված երբևէ չի ձախողվում, գիտեք, չէ՞։ Այսինքն Աստծո չձախողվելու վկայությունը մենք ունենք Հիսուս Քրիստոսով։ Այսինքն երբևէ չի եղել մի բան, որ Աստված սկսի ու ձախողվի։ Աստված այդպիսի բան չունի։ Աստված կատարելապես ինչը սկսում է ավարտին է հասցնում։ Ու մենք իր ծրագիրն ենք։ Ու մենք իր ժողովուրդն ենք, որ ինքը սկսել է եւ պետք է հասցնի ավարտին։ Հոբի դեպքում գիտեք, փորձություններ են տեղի ունենում, ինքը կորցնում է իր տնտեսությունը, իր զավակներին, բայց չի ուրանում Աստծուն, ասում է Աստված ինձ մերկ ծնեց, մերկել կմնամ, կգնամ, բարիք ընդունենք, ինչ է, չարիք չընդունենք։ Մի խոսքով, Հոբի ողջ ընթացքը Աստծո առաջ է եւ այս իրավիճակների մեջ ես չեմ տեսնում, որ մի դեպքում անգամ Հոբը իր հայացքը ուղի սատանային հակառակորդին, թեև հակառակորդներ այդ ամեն ասում, ասի հակառակորդ դու, որ չգիտեմ ինչ քեզ կապում եմ կամ չգիտեմ ինչ եմ անում, երբևէ Աստված, մեր բաժինն Աստված է, մենք գործ չունենք, ոչ մի օտար բանի հետ գործ չունենք, մեր բաժինն Աստված է, մեր հարց ու պատասխանը Հայր մեր է, մեր հարց ու պատասխանը առ Աստված է, մենք Աստծուց ենք առնում և Աստծուն ենք տալիս, ում դռան շունն է, կասեր Հովիվս, հակառակորդը, որ ես իր անունը տամ ու փորձեմ իր հետևից գնալ, միթե ես չեմ նսեմացնում են զորությունը, որը տրված է ինձ, կամ են հեղինակությունն ու իշխանությունը, որ իմ առջև է, որ Աստված է, միթե ես չեմ նսեմացնում օր ու գիշեր ինձ հոգ տանող Աստծուն, որ իմ հոգսը անում եմ ու իմ ուշադրությունը ու իմ ուժն ու կարողությունը դնում եմ դատարկ բաների մեջ եւ ավելի կարևորում եմ եւ բարձրացնում եմ իրենց կարևորությունը իմ կյանքում։ Չէ որ Աստված է իմ բաժինը, չէ որ ես Աստծո բաժինն եմ, ասա ես Աստծո բաժինն եմ։ Հալելույա։ Եվ Հոբը վերջում հասկանում է, երբ որ Աստված խոսում է քամու միջից, հասկանում է, որ ով է Աստված։ Իրականում մենք կարիք ունենք անընդհատ հասկանալու Աստծուն։ Մենք երբեմն ասում ենք, այսքանը հասկացանք ու դրա վրա սկսում ենք կառուցել, բայց ամեն օր Աստված յուրահատուկ է, որովհետև երբևէ չի կարա սահմանափակվի Աստված երեկվա օրվա մեջ կամ ժամերի մեջ։ Ինքը ամեն օր ավելին է, ամեն օր յուրահատուկ է, ամեն օր շատ է։ Եվ երբ որ Հոբը, թեև Աստված ասում էր, որ կատարյալ մեղքից հեռացող, չէ, յուրահատուկ մեկն է, անկեղծ շիտակ պարզ աղաղակում էր Աստծուն, ասելով, որ չեմ հասկանում այս ամենը, չեմ հասկանում, Աստված խոսում է, ու ինչ է խոսում, խոսում է իրենից, խոսում է, Աստված ինքն իր մասին է սկսում խոսել, ու Հոբը ասում է, լսելով լսել էի քո մասին, բայց հիմա վերջում, բայց հիմա տեսնում եմ քեզ,
Ինչ է լսելիքը տեսնելիքի առաջ։ Ես շարունակաբար ասում եմ սրա մասին, ուզում եմ որպեսզի մենք տրամաբանենք, ինչ է լսելիքը տեսնելիքի առաջ։ 70-ից ավելի տոկոս մեր զգայական աշխարհը ընկալում է մեր տեսնելու միջոցով եւ միայն մի 7%-ի կարգով կարծեմ թե մեր անձը ընկալում է լսելու միջոցով։ Ու Հոբը ասում է հիմա տեսնում եմ, այսինքն հիմա 10 անգամ ավելին եմ հասկանում ու ճանաչում քեզ։ Ու երբ այդպես է լինում, Հոբը ասում է ես զղջում եմ մոխիրների մեջ, խոսել եմ, բայց հիմա զղջում եմ, հիմա հասկացա թե ով ես դու։ Աստված իր ընկերներին ասում է գնացեք մորթեք կենդաններին ու բերեք զոհ մատուցեք ու ասեք Հոբին, որ ձեր համար աղոթի։ Ու նոր ես ձեզ կընդունեմ, կներեմ եւ այլը։ Դե իրենք էլ հասկանում են, որ Աստված է խոսացել, իրենք սխալվել են, այդ զոհերը մատուցում են, գնում են եւ մի յուրահատուկ բան է ասվում Հոբի 42:10 խոսքում։ Գրված է, որ երբ որ Հոբը աղոթեց իր այդ ընկերների համար, նոր կրկնապատկվեց իր ունեցվածքը։ Ես մտածում եմ, միթե բավարար է, որ մենք զղջում ենք մեր արածների համար։ Միթե բավարար է։ Միթե։ Մի կարևոր բան կա, որ բավարար չի։ Որովհետև մեր զղջումը, եթե մենք զղջում ենք, թե ով է Աստված ու մենք հասկանում ենք մեր թշվառությունը, մենք հասկանում ենք, թե ինչ է արել Աստված, ուրեմն նաև պատրաստ պետք է լինենք աղոթեցեք ձեր թշնամիների համար, լավն արեք ձեզ վնասողներին, մենք պետք է պատրաստ լինենք աղոթել մեզ վատը ցանկացող, մեր հանդեպ ոչ մարդկային կամ նորմալ ձևով վարված մարդկանց հանդեպ։ Գիտեք, 5 տակարանում մի տեսակ, ես որ նայում եմ, դիտարկում եմ, Հոբի պատմությունը այսպես է, իր ընկերները իրեն վատություն են արել, դե գիտակցել են, ապաշխարել են, հիմա եկել են զոհ են մատուցել, հիմա ինքը դե տեսնում է, որ ապաշխարել են, պետքա ների։ Եվ դա նորմալ է, չէ՞, ատամ ատամի տեղ, աչք աչքի տեղ, բայց աննորմալը դառնում արդեն նոր կտակարանում, երբ իմ օրինակը Քրիստոս է, երբ ես տեսնում եմ լրիվ հակառակ բան, ես ճիշտն ասած ես անվանել եմ պարտքով ներել, բայց մի քիչ երևի հանդուգն կլինի նման արտահայտությունը, բայց ուզում եմ, որպեսզի մենք մի հատ տեսարան նայենք, դիտարկենք եւ հասկանանք, արդյոք այդպես է, թե այդպես չի։ Երբ որ Քրիստոս ասում էր հայր իմ ների, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում, ինչ էր տեղի ունենում։ Ես ուզում եմ մի հատ պատկերացնենք, ինչպիսին կլիներ սցենարը, ինչպիսին կլիներ ընթացքը, եթե Քրիստոսի սիրտը սիրով լցված չլիներ մեր հանդեպ։ Տեսեք, երբ որ Գեթսեմանի պարտեզում Քրիստոսին եկան, որպեսզի տանեն, դատապարտեն, այդտեղ Պետրոսը, եթե չեմ սխալվում, կարծես Պետրոսն էր, կտրում է զինվորներից մեկի ականջը, չէ՞։ Մի բան է տեղի ունենում, որ չպետք է տեղի ունենար։ Քրիստոս ասում է հանգիստ Պետրոս, դու չես պատկերացնում ինչ է տեղի ունենում։ Հիշում եք Եղիսեն, Եղիայի աշակերտը, երբ որ գալիս են իր դեմ մեծ բանակով հարևանները, որ պետք է գիտեին, որ ինքը մարգարե է, ուզում են իրան վերացնեն, գալիս են իր դեմ, աշակերտը դուրս է գալի, տեսնում է այդ զորքը, ներս է մտնում, Եղիսեին ասում է, Եղիսե, մեզ հիմա ոչնչացնելու են եւ այլը, ասում է դու չտեսար, այնտեղ բան կար։ Ասում է ինչ։ Ասում է դուրս արի նայի, դուրս է գալի ու տեսնում է այդ զորքը, որ մեծականակ էր, դրա վերևում, ես այտենց եմ պատկերում, դրա վերևում երկնային իրականության հորիզոններում
բյուր հրեշտակներ կանգնած սպասում էին հանկարծ մեկը չհանդգնի մի բանանի, որովհետև Աստծո մարգարեն էր այդտեղ։ Հիմա Աստծո մարգարեից ավելինա եկել են իրան սրերով, բրերով տանելու, դատապարտելու, ինչ պետք է լիներ։ Գրված է, որ բյուր-բյուրավոր հրեշտակներ կանգնած սպասում էին հրամանին։ Տեսնում եք այդտեղ սցենար։ Նենց չի, չէ՞ որ հրեշտակները ակետից բեկետ էին գնում, տեսան իրավիճակը, եկան, ասեցին, լավ, հələ մի հատ տես, տենց չի։ Ուրիշ սցենար կար, B տարբերակ կար, չէ՞։ A տարբերակը ուրիշ էր, B տարբերակ կար։ Ես կարծում եմ, մենք ապրում ենք 100%-անոց Աստծո մեծ ողորմության կյանք, որովհետև այսպես պետք է չլիներ։ Մենք սենց նստած, հանգիստ, տնից ենք եկել, մեր կյանքն ենք ապրում, մեր կյանքը, վայելում, իշխանի նման և այլը, այսպես պետք է չլիներ։ Եհովայի անունը շատ հաճախ համեմատում են մեր շնչի հետ և արտաբերել է այն ժամանակ չափազանց լուրջ ա եղել ու դատապարտվել ա։ Մեր շունչը, որ արվում ա, միգուցե ես ճիշտ չեմ արտաբերում, բայց վկայություն Աստծո։ Մեր շունչը մեր մեջ չպետք է լիներ, բայց քանի որ Քրիստոս ասեց հայր իմ մի արա ոչ մի բան, որովհետև իր միածին որդուն էին խաչում, ասեց մի արա ոչ մի բան, այս մարդիկ չեն հասկանում, մենք չենք հասկանում, թե ինչ էինք անում, ասեց չեն հասկանում, թե ինչ են անում, որովհետև տեսել էր այս օրը, որ մենք մի օր կճանաչենք իրեն ու կընդունենք որպես Տեր ու Փրկիչ, որպես մեկը, ում պարտական ենք մեր ամբողջ ունեցվածքով, ամբողջ շնչով, ամբողջ հոգով ու էությամբ, ում առջև ենք հիմա ու ինքը ներկա է։ Տերն ասեց, եթե չներես նրան, ով քո հանդեպ պարտք ունի, իմացի, որ դու պարտական ես Աստծուն ու քեզ չի ներվի, որովհետև իմ ներումը անհարգեցիր, որովհետև իմ խաչը անհարգեցիր, դրա համար չի ներվի, որովհետև իմ քո հանդեպ ունեցած ներումը չընդունեցիր, որովհետև ուղիղ համեմատական գործողությամբ դրսևորված այդ ամենը, եթե մենք գիտակցում ենք, ապա պետք է ներենք, որովհետև մեր ներումը վկայությունն է, որ մենք ճանաչում ենք Քրիստոսին, որ մեզ ներեց, դա է վկայում, ուրիշ ոչ մի բան, ու եթե չենք ներե, ապա չենք ճանաչում, ապա չենք ընդունում։ Եկեք կանգնենք Տիրոջ առջև։ Կանգնենք Տիրոջ առջև խնդրելու, որպեսզի ճանաչենք իր ներումը, որպեսզի հասկանանք, թե ով է Տերը մեզ համար, որպեսզի իրոք ապրենք Տիրոջը հաճելի կյանք, ամեն իրավիճակի մեջ, Տիրոջը հաճելի կյանք վարենք, կիրակից կիրակի չէ, տասնյակից տասնյակ, չէ, մեր կյանքի ընթացքում, ամեն վարկյան, ամեն իրավիճակ, պարտավորեցնում է մեզ ապրելու Տիրոջ խաչը, Տիրոջ ներումը, Տիրոջ կյանքը, ամեն իրավիճակ պարտավորեցնում է, Հայր մեր, որ երկնքում ես,